մշակութային ոսկե մեդալի և պատվոգրերի արժանացած դասարանցիներս։ Այսօր ուզում ենք վերհիշել մեր անցած ու ներկա տարիները, գնահատել, արժևորել այն և իհարկե մեր հույզերն ու զգացումները առատորեն կիսել մեր հարազատ համար 12 դպրոցի դահլիճում։ Սիրելի ուսուցիչներ, դուք մեզ սովորեցրիք ոչ միայն առարկաներ, այլ նաև մարդ լինելու արվեստը, երբեմն լուր, երբեմն մեզ հետ, բայց միշտ մտահոգ։ Մենք մտանք փոքր քայլերով, դուրս են գալիս հզոր թռչնի թևերով։ Դուք մեր կողքին եկել, մենք դեռևս չէինք գիտակցում ով ենք, ուր ենք գնում, բայց դուք մի ներքին ուժով մեզ տվիք ձեր ժամանակից, ձեր էությունից և մի մասնիկ ձեր լռությունից։ Այս լանգը հրաժեշտ չէ, այն հիշեցնում է մանկությունը, պատանեկությունն ու դպրոցը։ Այո, սա մենք, մեր անցյալն ու մեր պատմությունը։ 9 տարի առաջ մենք եկանք այստեղ փոքրիկ, բայց մեծ հարցերով, ու թերևս չէին գիտակցում, թե ինչ է հավատը, ճանապարհը, լույսը, ընտրությունը։ Մանկություն իմ անդառնալի, մասունք օրեր անկրկնելի, ցնորք դարձած խաբկանք օրեր, ավաղ, ինչպես ձեզ ետ բերեմ, դառնամ նորից մանուկ միջինչ, անհոգ, անբիծ պատանեկիկ, ինչպես պահեմ իմ ողջ կյանքում այս ահավոր թոհու բոհում, մաքրությունը, մանկան հոգու, կյանքին նաև մեծ հավատով և հավատի իմ զորությամբ նորից մնամ միջինչ մանուկ, նորից մնամ միջինչ մանուկ։ Աշխարհին մանկան մաքրություն է պետք։ Բարև ձեզ, ողջունում եմ Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 դպրոցի 9-ի գտասարանին վերջին զանգի կապակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ պատիվ ունեմ իմ շնորհավորանքի խոսքը հղել ձեզ, որովհետև տեղյակ եմ, որ դուք հաջողել եք ձեր ուսման առաջընթացի բնագավառում և պատահական չէր, որ ցանկացա ինտեգրված էսսեի համակարգողս իմ շնորհավորանքի խոսք ուղղել ձեզ։ Ես Գայանե Կրչյանն եմ, Կզնակ հիմնադրամի Հանրապետության պետական չափորոշիչի և ուսումնական ծրագրերի բաժնի պետը, նաև գործող ուսուցիչ։ Շատ սիրում եմ դպրոցը, աշակերտներին և հավատացած եմ, որ մեր երկրի ապագա զարգացման մեջ հենց դուք եք ունենալու չափազանց կարևոր ներդրում։ Գիտեմ, որ հաջողել եք նաև ինտեգրված էսսեի ներդրման առումով, ունեք հաջողություններ և եթե այդքան ընդունելի է դարձել ձեզ համար այս ձևաչափը, նշանակում է դուք շատ լավ եք պատկերացնում նաև դպրոցի առաքելությունը, ինչ է դպրոցը, ինչ պիտի զարգացնի աշակերտների մեջ և որն է ապագա քաղաքացու և հայի այն ճանապարհը, որ պիտի տանի մեր երկրի զարգացման ու բարգավաճման։ Ուրախ եմ, որ պատիվ ունեցա հանդես գալու ձեր վերջին զանգին։
ինտեգրված էսսեն բանավոր, թեման դպրոցը, ի պատասխան Գայանե Մկրտչյանի հարցին, պատմական հատված, 2017 թվականին ընդունվեցին Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվան համար 12 հիմնական դպրոցի առաջինի Գ դասարան։ Մեզ դիմավորեց դասվար ընկեր Դավեսյան, տնօրեն Վլադիմիր Ստեփանյանը։ 3 տարի ուսանելուց հետո մենք փոխադրվեցինք 4 դասարան, տնօրեն Թերեզա Հովհաննիսյանը, դասղեկ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի ընկեր Երիցյանը։ Մինչև այսօր 2026 թվականը մենք մեր ուսուցումը շարունակում ենք այս դպրոցում, այժմ 9 Գ դասարանում։ Եվ արդեն ավարտման շեմին մենք պատրաստվում ենք հանձնել քննություններ տարբեր առարկաներից։ Այժմ մենք կանգնած ենք այս բեմում, մեր վերջին զանգն է, սակայն այս բեմը մեր հարազատ միջավայրն է, քանի որ ունեցել ենք բազմաբնույթ միջոցառումներ։ գեղարվեստական հատված, Երկյուղացությամբ երբ ոտք դրեցինք դպրոց կոչվող մի սուրբ օջախ, կրթօջախն այս, լույսի խորան, ավաղ, ինչու ուշ հասկացանք, որ դպրոցն է շունը կյանքի, որ երերում մեր քայլերը ամրացնում ու մեծ լույսով լուսավորում մեր անցնելիք ճանապարհը, ու հաստատում մարդ կոչվելու, ամենամեծ վկայական, որ շարավի խշողն արևի, որ դուք տվի, դառնա հզոր մի արեգա, լուսավորի ու ջերմացնի, մեզնից հետո քայլող մարդկանց, ու թող ասե, մեր հայազգը նորից ծնեց, մի սուրբ նարեկ, որ կոմիտազ դառնանք նաև, ու մաշտոցյան փրկությունը, տանք մեր ազգին, Անդրանիկի զորությունը, նրա բասկին, ու վերջապես, մարդ կոչումին մեր արարման, արժան լինի, պատվով կրենք մարդ կոչումը, ու լինենք մարդ, Ու լինենք մարդ։ Այո, դպրոց բառը առաջացել է դպիր բառից, որը նշանակում է բանական ուսյալ մարդ։ Ծառայում է թե հոգևոր, մշակութային, թե ուսումնական կրթական հաստատությանը։ Դրա վկայությունը ամենամեծ հայի, ինչու չէ, հայազգի լինելիության խորհրդի, հայ առաջին ուսուցչի, Մեսրոպ Մաշտոցի, բանքերը դպրոցներ դարձնելն է։ Առանց դպրոց չկա ազգ, մշակույթ, երկիր։ Թե պատմական հատվածում և թե գեղարվեստական հատվածում կարևորվում է դպրոցը։ Եթե պատմական հատվածում միայն տարեգրություն է, ապա Տիկին Երիցյանի դպրոցը բանաստեղծության մեջ արժևորվում է կրթության կարևորությունը, մարդ մնալու գաղափարը և ազգ դարձնելու պատմական երևույթը։ Դպրոցը մեզ դիմավորեց ոչ միայն դասագրքերով, այլ նաև խոսքով, լռությամբ, ուսուցչի հայացքով և զանգի ձայնով։ Այդ զանգը մեզ սովորեցրեց ժամանակի կարևորությունը, սպասել, աշխատել և չհանձնվել կես ճանապարհին։ Դպրոցը մեզ չի տալիս պատրաստի պատասխաններ, այլ սովորեցնում է փնտրել, և դա մեծ նվեր, ճանապարհը երկար է լինելու, երբեմն դժվար, երբեմն լուսավոր, բայց որտեղ է լինենք, կհիշենք, որ մենք մի տեղից ենք գալիս, ուր հավատացել են մեզ։ մենք մեծացանք, ու մեծանալը միշտ չէ որ գեղեցիկ է։ Մենք սկսեցինք կասկածել մեզ, աշխարհի, մարդկանց։ Մենք բարկացանք, լռեցինք, մենք փակվեցինք ինքներս մեր մեջ, բայց դպրոցը մեզ չթողեց միայնակ։ Այստեղ մենք սովորեցինք պայքարել ներսում ու չփախչել։ Սա ծանր, բայց ճշմարիտ բառ։ Ես կարծում եմ, եթե չլիներ հայ ազգային դպրոցը, չենք լինի նաև մենք, հայերս, քանի որ ազգային դեմքն ու դիմագիծը, պահելու ու պահպանելու ողջ բեռը ընկած է դպրոցի ուսերին։ Դպրոցն է կերտում քաղաքացուն, ազգի երևելիներին, ազգապահպան ողջ գործը պատկանում է դպրոցին։
նվիրականն ու հարազատը։ Այո, մենք ունենք մեր օրդներ, մեր խղճի ու բարության, խորհուրդը, ու ցենց խորհրդանշող 12 թիվն է պարտավորեցնում նման լինել, մեր 12 սրբակեցավ առաքյալների։ Այս զանգը ավարջ է, սա հիշողություն է, որը ձեզ հետ է լինելու ամբողջ կյանքում։ Այսօր մենք հրաժեշտ չենք տալիս դպրոցին, մենք շնորհակալություն ենք այլ այն ամենի համար ինչ դարձավ։ Ճիշտ է, մենք գնում ենք տարբեր ուղղություններով, բայց մեզ հետ տանում ենք նույն ձայնը, նույն հիշողությունները, և տարիներ անց, երբ կյանքը մեզ կկանչի փորձությունների, մենք կհիշենք այսօրը որպես սկիզբ, ոչ թե ավարտ։ Մենք մեծացանք տարիների հետ, մեծացանք սխալներով, հաղթանակներով, և այն գիտակցությամբ, որ գիտելիքը միայն զինահատական չէ, այլ մտածելու ձև։ Այստեղ անցյալը չմնաց է, այն մտավ մեր մեջ, խառնվեց մեր մտածելակերպին, խառնվեց մեր շնչին, դարձավ քայլ, դարձավ փոս, դարձավ միջոցառում։ Ապրիլյան օրերից սկսած, ապրիլի 7-ի կերպարներով, թերևս 5-րդ դասարանում բարձրացանք բեմ, մայրական լռությամբ ու հույսի ձայնով։ Այդ օրը գեղեցկությունը չէր աղմկում, այն պարզապես կանգնած էր մեր կողքին։ Հերոսներին նվիրված միջոցառումը մեզ սովորեցրեց ամենածանր բանը, որ թե կորույս մայրերի առջև լռությամբ խոնարհվելը։ Դա հրաշք էր, որովհետև ցավը դարձավ արժանապատվություն։ Էքսկուրսիա դեպի լոռի, ամենայն հայոց բանաստեղծի ծննդավայրը, նշելու, մեծարելու Մեծն Թումանյանի Հոբելյանը բնության գրքում, հանդիպում Գիգորի դերակատարի հետ, հիացած ունկնդիրներ, բարձր ծափողջուններ, անակնկալ նվերներ։ Զորամասում կայացած ինքնատիպ միջոցառումից հուզվել էին բոլորը, չէ որ հայոց ոգին էր թևածում մեր շուրթերով, մեր խոսքով ու երգով։ Հետո 6-րդ դասարանում անկրկնելի Եղիշե Չարենցի անմոռաց միջոցառում, ներկա էր բանաստեղծի թողունին, մի խոշոր միջոցառում, որտեղ խոսքը քայլվելու, իսկ միտքը բարձր։ Մայրենի միամսյակին նվիրված ինքնատիպ միջոցառում, որ թողեց անշեջ հետք հայոց լեզուն արժևորելու,
այն մեր մեջ մշտապես կրելու առաջնահերթության կարևորությունը։ Եվս մեկ էքսկուրսը, նվիրված բնության անզուգական բանաստեղծ Համո Սարյանի։ Այն դարձավ ֆիլմ միջոցառում, իսկ ունկնդիրները հիացական բացականչություններով, բարձր ծափողջումներով էին դիմավորում մեր յուրաքանչյուր կատարում։ Եվ կրկին հոբելյանական տարի նվիրված աշխարհահռչակ մեծն աստղագետ Վիկտոր Համբարձումյանին, նրա 150-ամյակին, կրկին նրա ազգականների ներկայությամբ։ Այստեղ ձեռքբերումը ոչ միայն անունն էր, այլև պատասխանատվությունը մեծ մտքի շարունակություն դառնալու։ Արցախի հերոս Ալեն Մարգարյանին նվիրված միջոցառում, որտեղ բեմականացվեց մեր գրած հեքիաթը։ Տխուր, թախծոտ, սակայն մեծագույն լույսի և լույսի հավատ։ Ներկա էր Ալենի մայրը, Նազելի Տերտերյանը, ով ապրիլյան միջոցառումից հետո հիացմունքից և հուզմունքից ոգևորված իր խոստման համաձայն նվիրեց մեզ Ալենի գրքերն ու նոթատետրերը։ Հրավիրեց մեզ նայելու դետեկտիվ Ալենը բեմադրություն։ Համո Սարյանի շունչը թերևս 7-րդ դասարանում բացեց նոր ու երևելի մի զգացողություն, որտեղ ներկա էր բանաստեղծի որդին և հիացմունքից արժանացրեց մեզ և դպրոցին ոսկյա մեդալի։ Մեր ճանապարհի ևս մեկ շրջան, դրան հաջորդում էին բազմադեմ ու բազմապիսի միջոցառումներ, նախագծեր, մշակութային հոգեղեն։ Իսկավետիկ Իսահակյանին նվիրված միջոցառումը դարձավ եզրափակ։ Ոչ թե վերջ, այլ ամբողջ։ Այո, մեր անցած ճանապարհը ձեռքբերումների ճանապարհ, լցված հոգեղեն արժեքների, լինելիության աղբյուր, հիշել առանց կորցնելու, Խոսել առանց աղմուկի, մեծանունները դարձնել կենդանի ներկայություն, ցավը վերածել արժեքի, միջոցառումները դարձնել հիշողություն, իսկ հիշողությունը շարունակություն։ Եվ եթե այս ամենը կրկնվի մեկ միջոցառման մեջ, այն պարզապես օր չի լինի, այն կլինի մեր անցած ճանապարհի կենդանի վկայությունը։ 9 տարի մենք քայլեցինք մշակույթի կողքով, կարդացինք մեր մեծերի, սովորեցինք մեր լեզվի դժվարությունն ու գեղեցկությունը։ Մենք սովորեցինք ինչ է լինել ընկեր, ինչ է լսել ուրիշներին և ինչ է կիսել լռությունը։ Բարև ձեզ իմ սիրելի դեսնանի աշակերտներ։ Ուզում եմ ձեզ շնորհավորել, որովհետև ավարտում եք դպրոցը և հետաքրքիր տարիներ եք անցկացրել Երևանի Վիկտոր Համբարձումյանի անվանի 12 հիմնական դպրոցում։ Հետաքրքիր այն առումով, որ և եղել են լավ ուսումնական տարիները, ձեզ կրթել դաստիարակել եք ուսուցիչները և հետաքրքիրն այն է, որ դուք տարբերվել եք մնացած բոլոր դասարաններից։ Ձեր դասարանի ընկերությանի ասածով մշակութային դասարան եք, և դա իսկապես այդպես է, որովհետև մենք բոլորս ուրախացել ենք, զմայրվել, հիացել ձեր բոլոր միջոցառումներով և ինչու՞ չէ նաև մասնակից է եղել այդ միջոցառումների։ Մեզ համար է եղել շատ հետաքրքիր տարբերով։ Ուզում եմ ձեզ վերջին շնորհավորել, ասել, որ մենք ձեզ միշտ կհիշենք, սիրում ենք ձեզ և բնականաբար ուզենանք հետաքրքրում եք դպրոց ավարտելուց հետո ձեզ հետ հանդիպել։ Մի կարևոր հարց է ծագել մոտ, ուզում եմ ձեզ տալ, որովհետև սովորելու տարիները տարբերվող են, բայց ուզում եմ հասկանալ ինչ եք տանում դպրոցից և ինչ է ընկերությունը ձեր համար։ Այս կյանքում իրական ընկերները շատ քիչ են լինում, բայց այնուամենայնիվ լինում են։ Իրոք, մեր կյանքը գովշու անիմաստ կլիներ առանց ընկերների։ Ես ուրախ եմ, որ կյանքը ինձ հնարավորություն է տվել ունենալ իրական ընկերներ։ Եվ այսպես ուզում եմ ներկայացնել, թե ինչպիսին պետք է լինի իրական ընկերը։ Իրական ընկեր նա է, ով ոչ միայն կարողանում է խոսել, այլ նաև լսել ու
ճիշտ խորհուրդներ տան քեզ։ Միշտ հավատում եք քո ուժերին, նույնիսկ այն ժամանակ, երբ ինքդ չես հավատում քեզ։ Ասում է քեզ քո սխալների մասին եւ օգնում ուղղել այն, այլ ոչ թե լռում։ Ամեն ինչ գիտի քո մասին, բայց միևնույն է սիրում է քեզ։ Միշտ ասում է ճշմարտությունը, ինչքան է դա ցավոտ լինի, միշտ ներում է ամեն ինչ։ Ես գիտեմ, որ մարդ երբեք չի կարող մենակ երջանիկ լինել։ Իմ ընկերներ, ձեր անցյալի մասնիկը լինելով, այսօր ազդարվեց հասունության զանգը։ Սիրտս, որ հաճախ վիճում էր բանականությանը սեր, հաղթեց։ Չէ որ 3 էր կարծես մանուկ է դեր։ Ու անցնում էի կածանովայցներ, ու փնտրում էի իմ երազների, գալիք օրերի, լուսե ապագա։ Աստված սեր է, սերը զոհաբերություն է, գումարած գործողություն, սերը տիեզերք է։ Մենք այստեղ սիրեցինք առաջին անգամ, այստեղ գործինք, այստեղ լաց եղանք ու սովորեցինք չամաչել մեր զգացմունքներից։ Այստեղ մենք սիրեցինք, այստեղ մենք ցավ զգացինք, այստեղ մենք սովորեցինք սրտով ապրել։ Սերը մեզ համար միայն մարդիկ չէին, սերը մեր դասարանն է, մեր տեղը, մեր հիշողությունը։ Կրկին եւ իմ հերթն է գալու։ Հույզեր, շփիտ ու հարաճ, տրոփում է սիրտը մարդու, քննությունից առաջ։ Մեկ թվում է թե կհաղթե ու չի լինի նահաճ, մեկ թվում է բան չգիտեմ, քննությունից առաջ։ Կրկին ինձ է նայում թակում, այն աղջիկը սևաճ, կարծես ուրիշ մի քննությունից առաջ։ Քննությունն էլ կյանքն է վաղվաղ, բարեկամներ իմ քաջ, ինչպես եք ձեզ զգում հիմա, քննությունից առաջ։ Սերն է մանուկի օրոցքը ոսկյա, սերն է հարաճը մեր նող ծերուկի, և ամեն սերունդ, սիրո մի հարաճ, սերն է միշտ պահում, քարի վրա։ Ու մենք հասկացանք, համոզվեցինք, երբ ինչ-որ բան ուզում ենք անել սրտանց, ողջ տիեզերքը նպաստում է մեր ցանկության կայացմանը։ Այնտեղ առավոտ է, երկինքը ժպտում է իր ծով աչքերով, այնտեղ հայրիներ չկա, ամեն ինչ պարզ է ու հստակ, դու քեզ տեսնում ես քո մեջ, կողքի մեջ, բոլորի մեջ, կյանք նոթից էլ թափանցիկ է, այդ թափանցիկության մեջ հագնված են սիրո գույների նուր և ուրախ երանքները, արևը երգում է լուսնի երգը, որը գարնան ու երազների մասին, մարդիկ պարում են ուրախության պարը, որը համեմվածությամբ ու կյանքով, այնտեղ փայլում են սրտերը, քայլում երջանիկ վարկյաններն ու սերը, ճախրում իրական երազները։ Մենք այսօր չենք խոսելու մեր ապագայից, քանի որ ինչ էլ պատկերացնենք, ի վերջո կյանքը փոխելու է մեր որոշումները։ Մենք խոսելու ենք մեր անցած ուղու և երազի մասին, քանի որ առանց երազի ու երազանքի մարդը չի կարող ապրել։ Մեր երազի կապույտ թրջուն, հասիր անծիր աստղերին,
քո ճախրանքի թռիչքով լույս, դարձիր լույսի ավետիս։
սակայն միշտ մնաց լույսի ջահատի, հարոս դառնալով իր գրկում ծավալած սաներին։ Thank you.
Մենք ծիծաղեցինք երբ պետք չէր, և հենց դրա շնորհիվ երբեմն դիմացանք, երբ շատ էր պետք։ Մենք ունենք մեր փոքր գաղտնիքները, ինչպես ուշանալ ու ասել։ Մնացել։ Ընկեր Աբգարյանի մոտ է, կարող եք իրենց հարցնել, չէ ընկեր Աբգարյան ջան։ Անդրոցը, ես սովորեցեց 3 կարևոր բան։ Առաջին, ինչպես ուշանալ ու ասել, տրանսպորտ չկա։ Երկրորդ, ինչպես սովորել ամբողջ ծրագիրը մեկ գիշերում, և երրորդ, ինչպես սիրել ուսուցչին, նույնիսկ այն ժամանակ, երբ տնային է 5 էջ, և մենք հասկացանք, որ դպրոցը միայն դասեր չէ, այլ կյանք փոքր տարբերակներով։ Դպրոցն այն վայրն է, որտեղ ուսուցիչներն աշակերտներից պահանջում են գիտելիքներ տարբեր առարկաներից, և դա այն դեպքում, երբ նրանք ունեն գիտելիք ընդամենը մեկից։ Իսկ այժմ հումորային բան։
դասական ծրագրի ունենալը։ Պատիվ ունեմ այսօր իմ ուղերձուղելու Վիկտոր Համբարձումյանի անվան արտասերկու հիմնական դպրոցի 9-րդ դասարանի ավարտական սաներին սիրելի աշակերտներ, ուզում եմ ողջավորել, այսօր ևս մի խումբ կյանքի հաղթարում եք եւ արդեն մենք ենք գործելու դեպի ավարտ դպրոց, մտնելով արդեն կրթական մեկ-այգում, որտեղ ոչ միայն կրթություն է կարևոր լինելու ձեր կյանքում, այլ նաեւ կարևոր է լինելու ճիշտ քաղաքացի լինելը, որովհետեւ դուք դառնում եք համայնքի մի մաս եւ ունենալու եք նաեւ պարտավորություն դեպի համայնքը։ Իսկ արդեն ուզում եմ մեր ամբողջ թիմի անունից շնորհավորել ձեզ եւ մաղթել կանաչ ճանապարհ։ Իսկ բացի դրանից, որ այսօր նաեւ պատիվ ունեմ նույն դպրոցի 9-րդ դասարանի 5 դասարանի աշակերտներին ես նախընտրել, ուզում եմ ձեզ հարց տալ։ Իսկ պատկերացում ունեք կամ ձեր բառերով եթե նկարագրեք, ով է ձեզ համար ուսուցիչը։ Դուք մեր վերջին ուսուցիչն եք։ Անունդ ինչ էր։ Լուսիկ։ Լուսիկ։ Վերջին ուսուցիչ չի լինում։ Մենք մեր ամբողջ կյանքի ընթացքում մինչև ծերություն հանդիպում ենք մարդկանց, որոնք մեզ ուսուցիչներ են կարել։ Բայց պատահել չի, որ իրանք դասთან դասավան են։ Երթուղային տաքսում մեջ կողքին նստած մարդը ուսուցիչ լինի քեզ քո կյանքում։ Կարնի ճանապարհ են ինչ-որ մի մարդ պահած ձեռքին ռանչպար, ծերունի, ինքը կարող է լինել ուսուցիչ ու շատ մեծ։ Մենք չէինք գիտակցում ինչ ապագա, բայց հավատում ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Մենք սխալվում ենք առանց վախենալու, մենք լացում ենք առանց ամաչելու, եւ ինչ որ մեկը մեզ ամեն օր ասում է. Մի վախեցի, ես այստեղ եմ։ Դուք տեսակպես այն ժամանակ, երբ ենք դեռ ձև չունեինք, դուք սովորեցիք միայն առարկա, դուք սովորեցիք ինչպես մարդ մնալ, դուք լսեցիք մեր լռությունը, դուք կարդացիք մեր աչքերը, եւ եթե մի օր մեզ հարցնեն, ով է ձեր կյանքում ուղղություն ցույց տվել, մենք չենք ասի միայն անուններ, մենք կասենք ուսուցիչ։ Մարդ, ով իր ողջ կյանքը նվիրում է մեզ, մարդ, ում շնորհիվ պահպանվում է գիր ու գրականությունը, մարդ, ում ողջ հպարտությունը իր աշակերտների մեջ է, ձեր ցանած սերմերի աչքի մեջ, իսկ մենք ծլած հույսեր ենք ձեր ձեռքերում, մեր ամեն ձեռք բերած գիտելիքը, մեր երախտագիտությունն է ձեզ։ Thank you.
Սիրելի տնօրեն Թերեզա Հովհաննիսյան, մենք ձեզ բացահայտեցինք ոչ միայն իբրև ղեկավար, տնօրեն, այլ նաև մարդկային ջերմությամբ։ Եվ դուք Ամոսահյանի միջոցառմանը արտասանեցիք մարդը բանաստեղծությունը, այդ օրվանից դպրոցը դարձավ ոչ թե շենք, այլ մեծ հոգևոր։ Մենք ձեզանից տանում ենք կարևոր էներգիա, ուսապարկում թողնում ենք լույս։ Սիրելի ընկեր Աբգարյան, դուք մեր դպրոցի, երիտասարդության, գույնի ու նոր շնչի կերպարն եք։ Ձեր ներկայությունը դպրոցական առօրյան դարձնում է ավելի դրական ու գունեղ։ Մենք ձեզանից ստանում ենք գեղեցիկ դասեր, որ կյանքին պետք է նայել գունեղ մտածողությամբ, որ դպրոցը միայն կարգապահություն չէ, այլ նաև գերազանց, ոգեշնչում, ճաշակ ու ստեղծագործություն։ Այո, դուք կարողացաք բեկում մտցնել դպրոցում, և մեր ներքին մտավախությունը անցավ։ Չէ որ դուք կարողացաք 3-9-րդցիներին հավաքել դահլիճում և այս էագրությունը բացատրել այնպես հստակ, ինչպես հատուկ է ձեզ։ Դուք կարողացաք բարդությունը վերածել պարզության, մատչելի դարձնելով այն, լինելով աշխարհագրության մասնագետ։ Ցանկանում ենք ձեր սիրելի Գորսուջյանի երգեցողությամբ այս պարը նվիրել ձեզ։ Ուսապարկում թողնում ենք նրբություն ու կանացիություն, լույսի տեսքով։
հիշողություններով, նաև հետևելով դպրոցի կարգ ու կանոնին, պահելով դպրոցի վարքագիծը բարձունքում, մենք տանում ենք մեզ հետ ձեր ուժեղ կամքի օրինակը, ազգային նկարագիրն ու շնորհը, ուսապարկում թողնում ենք վարքականոնը, լույսի տեսքով։ Այսօր դպրոցական զանգը հնչում է մի փոքր այլ կերպ։ Կարծես այդ ձայնի մեջ խառնվել են մեր մանկության տարիները, անցած ճանապարհը, մեր ծիծաղներն ու աննկատ արցունքները։ Այսօր մենք խոսում ենք, բայց մեր ներսում ամեն ինչ լռում է։ Գիտեք, մենք ասում ենք մնաք բարով, բայց իրականում ոչ ոք չի ուզում հեռանալ։ Երբ մենք դուրս գանք այս դպրոցի դռներից, կյանքը մեզ կտանի տարբեր ճանապարհներով, բայց բոլորս կունենանք մի ընդհանուր հիշողություն, մի դասարան, մի դպրոց։ Այսօր վերջին անգամ ենք կանգնած այս բեմում, որպես 9-րդ Գ դասարանի աշակերտներ։ Բայց այս պահը պարզապես հրաժեշտ չէ դպրոցին։ Այն նաև շնորհակալություն է մի մարդու, ով այս տարիներին դարձավ մեր ճանապարհի հույսը։ Սիրելի դասներ, եթե դպրոցը տուն է, ապա դուք այդ տան ամենաջերմ սիրտը։ Ուսուցիչները շատ են լինում կյանքում, բայց լինում են մարդիկ, ովքեր դառնում են հիշողություն ամբողջ կյանքի համար։ Դուք այդ մարդկանցից եք։ Սիրելի Տիկին Երիցյան, դուք միշտ կմնաք մեր սրտերում, տարիներ կանցնեն, բայց դուք կշարունակեք մնալ այն եզակիներից, ովքեր իրենց ներկայությամբ գունավորում են շուրջ բոլորը։ Դուք, լինելով հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, յուրահատուկ շունչ եք մտցնում դպրոց, և կյանքը շարունակում եք ծաղկեցնել ձեր իսկ ներկայությամբ։ Այո, դուք չսովորեցիք միայն դասեր, դուք սովորեցիք ինչպես խոսել, երբ բոլորը լռում։ Առաջն այլ, երբ ոչ ոք չի հավատում քեզ, տարբերվել, ունենալ սեփական ես, երբեք չնմանվել ուրիշներին և ամենակարևորը, դուք սովորեցիք ինչպես մարդ։ Այն ինչ դուք եք արել մեզ համար այս 6 տարիների ընթացքում, դուրս է եղել դպրոցի սահմաններից։ Դուք պարզապես դասվեք չեք։ Դուք հավատացիք մեզ այն ժամանակ, երբ ինքներս չէինք հավատում մեզ։ Դուք եղաք մեր կողքին, լսեցիք, հասկացաք, երբ ամենաշատը ունեիք ձեր կարիքը։ Օգնեցիք, արեցիք ավելին քան պետք էր և ամենակարևորը։ Սիրեցիք և ընդունեցիք մեզ այնպիսին, ինչպիսին կա։ Եվ այսօր, երբ կհնչի վերջին զանգը, մենք մեզ հետ կտանենք ամենաթանկը, ձեր հավատն ու անմնացորդ նվիրումը։ Թող վերջին զանգը լինի խոսում, որ մենք առաջ կգնանք ձեր անունը հպարտությամբ հիշելով, ձեր դասերը մեր սրտում պահելով և ձեր հավատը մեր ներսում կրելով։ Ուսապարկում թողնում եմ հավերժություն լույսի տեսքով։ Աշոտ և Մոնիկա ջան, դուք երբեք այդ բառերը չեք ասել, դա գաղտնիք է, գրել եք դուք, այսօր ես իսկապես զգացի այդ բառերը, շնորհակալ եմ։
Սիրով նվիրվում է ձեզ և բոլոր ուսուցիչներին։ Թեկուզ դու քաշալան մաստան, բրոյ, բրոյ, թեկուզ դու քաշալան մաստան, բրոյ, յաչին դաչին հիրասնի, իսկ ու յարեմ եմ, բարե բարեմ եմ, յաչին դաչին հիրասնի, իսկ ու յարեմ եմ, բարե բարեմ եմ, Kaşalan mastan, roy roy, tekuz tu kaşan marçidan, roy roy, yarçimi daçim hirasni, kisku yarene, bare bare, yarçimi daçim hirasni, kisku yarene, bare bare, çim kaşmi yegata. Rachid mi davat maheme, tekuz ragam gashaheme. Yarchimi dachim hirasni, kisku yareme, bare bare. Yarchimi dachim hirasni, kisku yareme, bare bare. Yarçimi daçim hirasni, kisku yareme, bare bare. Հայոց լեզուն մեզ սովորեցրեց խոսել այնպես, որ բառը չվիրավորվի, գրել այնպես, որ միտքը չկորչի, և լռել, երբ լռությունը ավելի ճիշտ է։ Հայոց լեզվից մենք մեզ հետ տանում ենք բառը, որպես սահունք, բառը, որ կարող է մխիթարել, պաշտպանել և չկորցնել մեզ օտարության։ Հայոց լեզվի դասերից մենք մեզ հետ տանում ենք խոսելու կարողություն, մտքերը ճիշտ արտահայտելու ուժը և բառերի մեջ թաքնված հոգին։ Ուսապարկում թողնում ենք բառը լույսի պես։ Գրականությունից մենք սովորեցինք զգալ ուրիշի ցավը, ուրախանալ ուրիշի հաղթանակով ու հասկանալ, որ հերոսները երբեմն ամենասովորական մարդիկ են։ Դուք ինձ սովորեցրիք զգալ մարդու ներսը, չէ որ գրականությունը մարդագիտություն է, մարդու հոգու պատմությունն է, նրա վերելքների և անկումների մասին, անուրջների, սպասելիքների, հուսահատության և խանդավառության պատմություն։ Գրականությունից մենք տանում ենք ուրիշի ցավը մեր սրտում տեղավորելու կարողություն, որպեսզի երբեք չդառնանք անտարբեր։ Ուսապարկում թողնում ենք հույսը լույսի տեսքով։ Դուք եք, որ մեզ տվեցիք հույսեր, շքեղ, գունավոր, անգին երազներ։ Դուք եք, որ մեր մեջ վառեցիք լույսեր ու սիրո անմար կրակներ։ Սիրելի ընկեր Գալստյան, մեր առաջին ուսուցչուհի, դուք առաջինն էիք, որ բացեցիք մեր թոթովախոս լեզվի կապանքները, ծանոթացրեցիք մարդկության ոսկեղենիկ լեզվի անկրկնելիությանը։ Աշխարհում նմանը չունեցող այբուբենի կարևորությանը հասկացանք, որ մենք էություն ենք, սովորեցիք գրել, հուզվել և սիրել մայր հողն ու հայրենիքը,
ուսուցիչներին, ծնողներին, կարևորել և արժևորել աշխարհը։ Ուսապարկում թողնում ենք այբուբենը լույսի տեսքով։ Բոլոր միջոցառումների տեխնիկական մասի ղեկավար Վահագն Գալստյան, շնորհակալ ենք ձեզ, մեր կողքին լինելու, աջակցելու համար։ Մեր բոլոր միջոցառումները ձեր շնորհիվ դառնում են էլ ավելի շքեղ և յուրահատուկ։ Ուսապարկում թողնում ենք շնորհակալություն բառը լույսի տեսքով։ Ընկեր Մխիթարյան, հարգելի գրադարանավարուհի, մենք մեզ հետ տանում ենք զարմանահրաշ գրքերի կախարդական աշխարհը, ձեր հետևողականությամբ։ Ուսապարկում թողնում եմ գիրք, լույսի տեսքով։ Հարգելի ընկեր Օրդուխանյան և ընկեր Բաղդասարյան, հանրահաշվից մենք տանում ենք տրամաբանությունը, հասկանալու կարողությունը, որ ամեն հարց ունի լուծում, եթե համբերես, և որ երբեմն սխալնել է ճանապարհ դեպի ճիշտ։ Հանրահաշիվը մեզ սովորեցրեց մտածել, հաշվարկել, չշտապել և հասկանալ, որ կյանքում էլ ամեն ինչ ունի իր տրամաբանությունը։ Ուսապարկում թողնում ենք տրամաբանությունը լույսի տեսքով։ Մեր բարի, գթասիրտ ուսուցչուհի, սիրելի ընկեր Բաղդասարյան, իսկ երկրաչափություն առարկայից տանում ենք ուղիղ գծերի կարևորությունը, անկյունների հավասարակշռությունը և այն օրենքը, որ այս կյանքում ամեն ինչ իր տեղն ունի, թե շրջանի ամբողջությունը, թե եռանկյունամուր հիմքը և հավատը, որ կկարողանանք ճիշտ գծել մեր ճանապարհը։ Ուսապարկում թողնում ենք գծագրերը լույսի տեսքով։ Дорогая Юлия Михайловна, мы благодарим вас за терпение, за язык, который позволяет нам изучать великую русскую культуру, а также общаться с великим русским народом. Дорогая Марина Аршаковна, мы уносим с собой красоту родного слова, мелодию стихов и силу выразительной речи. Уносим страницы Пушкина и Есенина, тихий шепот строк и ту любовь к слову, которую нам подарили. Мы оставляем в рюкзаке общения в виде света. Առաքինության խորհրդանիշ։ Ձեր յուրաքանչյուր դաս ճամփորդություն է դեպի անցյալ, ներկան ու ապագան։ Ուսապարկում թողնում ենք դարերը, լույսի տեսքով։ Դուք ոչ միայն դասավանդեցիք մեզ պատմություն, այլ նաև հասարակագիտություն։ Եվ մենք հասկացանք, որ մարդը միայնակ չէ, որ իրավունքներն ու պարտականությունները քայլում են միասին։ Ես տալիս եմ ձեզ իմ քաղաքացիական ձայնը, ուսապարկում թողնում եմ մասնակից լինելու պատրաստակամությունը լույսի տեսքով։ We take with us the ability to communicate beyond the airwaves and the capacity to admire communication in the language of the great Byron. Հարգելի Միս Մինասյան, մենք փեստը տանում ենք օդանավակայանից անդին շփվելու կարողությունը, հաղորդակցվելու մեծն Բայրոնի լեզվով
հիանալու կարողությունը, ուսապարկում թողնում ենք լեզվական հմտություն, լույսի տեսքով։ Մեր սիրելի ընկեր Տիգրանյան, մենք տանում ենք մեզ հետ ֆիզիկական օրենքների անհրաժեշտությունը, բանական մարդու և իրերի ֆիզիկական գոյության բանաձևումը, ուսապարկում թողնում ենք Մամյանի խնդրագիրքը և սկզբնախումը, լույսի տեսք։ Հարգելի ընկեր Միքայելյան, դուք սովորեցրիք մեզ մոլորակի հետ կապի անհրաժեշտությունը, երկրների, ծովերի և օվկիանոսների պատմությունը, ձեզանով ճանաչեցինք աշխարհն ու աշխարհի մարդկանց, սովորույթներն ու մշակույթը, լուծելով աշխարհագրական խնդիրներ, հարստացանք նոր հմտությամբ, ուսապարկում թողնում ենք ճամփորդությունը լույսի տեսքով։ Սիրելի ուսուցիչ Մարիետա Մոկրչյան, ես և շրջակա առարկան կարևորագույն կապ էր հայրենի բնաշխարհի բազմազանության և նրան կրկներիության հետ։ Մենք մեզ հետ տանում ենք կապ շրջակա միջավայրի հետ, ուսապարկում թողնում ենք շրջակա միջավայրը լույսի տեսքով։ Մեր հարգարժան Տիկին Պարոնյան, բնագիտություն առարկայի հանդեպ սերը սերմանել եք ձեզուս համեստ, սակայն հոգատար ու նվիրյալ տեսակով։ Մենք մեզ հետ տանում ենք սերը բնության հանդեպ, իսկ ուսապարկում թողնում ենք բնաշխարհը լույսի տեսքով։ Սիրելի Նելի Գյորգիվնա և ընկեր Յոլչյան, կենսաբանություն առարկան մարդու և կենդանական աշխարհի ակունքն է, որը մեզ սովորեցնում է պահել, պահպանել բնությունը, չվտանգելով շրջապատը, մարդուն, պահելով կենսունակությունը, ուսապարկում թողնում ենք կյանքը լույսի տեսքով։ Սիրելի ընկեր Աղջյան, մենք սովորեցինք սինթեզելու, տարբեր նյութերից մեկ միացություն ստանալու կարողությունը։ Դա դարի մեծագույն նվաճումն է, որն իր ուսերին է պահում ողջ տնտեսությունը։ Ի մեզ մենք տանում ենք փոխակերպումը, հասկանալու կարողությունը, որ տարբեր նյութեր միանալով կարող են դառնալ մի նոր նյութ։ Ուսապարկում թողնում ենք միացությունը լույսի տեսքով։ Հարգելի ընկեր Գրիգորյան, դարի արդիականությունը հենված է համացանցի հույժ անհրաժեշտության և կարևորության վրա։ Այս առարկայից մենք տանում ենք դարաշրջանին ինտեգրվելու հմտությունը։ Ուսապարկում թողնում ենք ծրագիր, լույսի տեսքով։ Սիրելի Անահիտ Ալեքսանդրովնա, մենք մեզ հետ տանում ենք հնչյունների հոգեթով թրթիռը, տակտի և ռիթմի զգացողությունը, չափի կարևորությունը, որը հոգին լցնում է տիեզերականության։ Ուսապարկում թողնում ենք մեղեդին լույսի տեսքով։ Սիրելի ընկեր Հասմիկ և ընկեր Լիլիթ, մենք մեզ հետ տանում ենք գույների ու գծերի կարևորությունը, դիմանկարի անխոս ներկայությունը, աշխարհին մինաս հսարյան տալու հպարտությունը, ուսապարկում թողնում ենք գույն լույսի տեսքով։ Հարգելի ընկեր Արշակունի, անչափ ուշադիր և հոգատար ուսուցչուհի, դուք մեզ սովորեցիք ստեղծել մեր ձեռքով, մտածել գործնական և չվախենալ նոր գաղափարներից, ուսապարկում թողնում ենք շնորհը լույսի տեսքով։
Մենք մեզ հետ տանենք մեր երկիր անհրաժեշտ անվտանգության ռազմավարությունը, ձեր հերոսական աստվածողու օրինակը, պատերազմ դիտված ձեր ոգուշը, լուսապարկում թողում ենք անվտանգությունը լույսի տեսքով։ Մեր շատ սիրելի Նաիրա Վարդանյան, ֆիզկուլտուրայից մենք սովորեցինք, որ ուժեղ լինելը այն մկանների մասին չէ, այդ թիմ լինելու և համախմբած լինելու մասին է, ուսապարկում թողնում ենք տոկունությունը լույսի տեսքով։ Մեր հարգարժան, մեր շատ սիրելի ընկեր Աստղիկ, ձեր մարդկային կերպարը միշտ կմնա մեր ուշերում ինչպես հալասանով, դարմանով, ողջ դպրոցի համար մշտապես սրտացավ ուշքույն, ուսապարկում թողնում ենք հոգատարությունը լույսի տեսքով։ Շնորհակալություն ենք հայտնում նաև մեր տնտեսվար Աշոտին, երիտասարդ սակայն հմուտ։ Նաև մեծագույն շնորհակալություն ենք հայտնում մեր տեխնիկական աշխատողներին, ընկեր Մելանին և ընկեր Անուշին։ Ուսապարկում թողնում ենք աշխատասիրությունը լույսի տեսքով։ Այս ուսապարկը ծանր չէ, այն լի է շնորհակալությամբ։ Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվեցիք, և այն ամենի համար, ինչ թողեցիք մեր մեջ։ Թող այս ուսապարկը երբեք չդատարկվի և բացվի ճիշտ պահին։ Եթե չլինեիք դուք, մեր շատ սիրելի մայրեր, հայրեր, տատիկներ ու պապիկներ։ Ինչպես ծնողի համար զավակն է Աստծո պարգև, այդպես էլ մենք, որպես մեր ծնողների զավակներ, պիտի գիտակցենք, որ մեր մայրերն ու հայրերը ևս մեզ համար Աստծո պարգև են, գոհանանք ամեն վայրկյան, որ կանգնում են կողքինը։ Ու երբ քայլենք այս աշխարհով, երբ նայելով մեր հետքերին, չմոռանանք, որ դրանով պարտական եք զբաղվում։ Չմոռանանք, որ այդ դուք եք, լի հույսերով աշխարհ բերել։ Չմոռանանք, որ այդ դուք եք, օրորոցում մեզ փայփայել։ Մեր առաջին բառից սկսած, խոր հույսերով, թրթիրով լի, ձեռքից բռնած կողքով քայլել, սպասումներով արվել։ Եվ առաջին բառից սկսած մեր բառերին իմաստ տվել, մեր նրջացված, բայց շատ սպասված ասելիքի, ու երբ քայլերը մեզ հասցնեն բարձունքներ այս աշխարհի, մենք հիրավի պիտի ծնկենք ու խոնարհվենք, մեզ թև տված աստվածակերպ ծնողների։
սրտում է մեր օրյա հերոսն ես փառավոր Դարձյալ կրկին օրհասական այս պայքարում ապացուցվեց, որ մեր հայքի Սուր Դավթի, Քաջ Վարդանի, Անդրանիկի թորներն եք դուք, օծված յուղով Սուրբ Խորանի, լուսավոր չի, նարեկացու Սուրբ արյունն է ձեզ ուղեկից, ու այս ազգի վախճան չկա, քանզի ձեզ պես որդիկ Խաչ տացար գողթում հայոց վենքի հայրենիքը նորպես աղոթում է այլ փորձանք լինես այոց իմ որ քո խիզախ անունը մեր սրտում է մեր օրյա Մարդագիտության դասերի համար 9 տարի, 9 գարուն, աննկատ չանցան այս սուրբ օջախում։ 9 տարի, 9 գարուն, աննկատ չանցան այս սուրբ օջախում։ Աչքերս
այնպես տխուր են այսօր։ Կարոտի ծով կա իմ աչքերի մեջ։ Բաժանման վիշտն է այստեղ ծվարել, հուզմունքն է սրտիս, ափեապ լցվել, և աչքերիս մեջ թախից կա ամբոն, մեկն արտասվում է, և արցունքներն այդ մարգարիտ դառնում, ծովի կապույտից, նոր գույներա, մեկն արտասվում է, վարվում է իմ դեմ, հույսի ձիածան, բայց մեկն արտասվում է։ Ամեն սկիզբ ունի նաև ավարտ։ Ահա եկավ հրաժեշտ տալու պահը, տխուր են բոլոր հրաժեշտները, և վերջին զանգը կազդարարի մեր 9 տարիների հիմնական դպրոցի ավարտը։ Այսօր բացակա չկա, ներկա են բոլորը, վարկյանների մեջ մի ամբողջ կյանք կա, վարկյանների մեջ մի ամբողջ կյանք կա։ Դու գնում ես բաց Արցախ իմ երաս, հազարատեր, դե ձիածանվիր, հոգուս կամար, լույսերդ վարիր երկնակամարում, ու բին թրդեղվիր մեր մութ աչքերին։ Աստված ձեզ հետ, իսկ թե իրոք Աստված չկա, ձեզ հետ լինի թող երկինքը, իր փոփոխման անմեղ ոգով, գյուտի երկար, երկար ցավը կարճ, բայց կարծր իր խնդությամբ,
արդարության կաղնժույգը, ճշմարտության իր խթանով, փոքրիկների պատվերն անմեղ ու մեծերի մեծ թվերը ձեզ հետ Աստված ձեզ հետ Աստված մեզ հետ Աստված ձեզ հետ Աստված ձեզ հետ Եվ այսպես աշխարհում ապրում էր մի դասարան Այո, դատարկվեց էլի մի դասարան Մնաց ապի երազը, կյանքն էր արկոր և ոգևորություն ու շպարքերով։ Գացեք շատ։ Yeah, I see
կկոծվի սիրովի, օքի թող ջրմանա ինձ դու, սիրով յակեքյացա, դու ինձ ես ուրիշ կզնում, բայց միշտ իմ կյանքում բախվում, մեր միշտ ներկայացար, Արգելիներս, երևի թե կասեմ միակ և առաջին միջոցառումն էր, որի ավարտից հետո ոտնկայից բոլորս ծափահարեցին։ Սա ուղղակի միջոցառում չէ։ Սա մի ողջ կյանք էր դպրոցում, որ անցկացրել է Ընկեր Երիցյանը իր դասարանի հետ։ Երեխաները ճիշտ էին ասում այն դասարանի հետ, որ չէինք էլ մտածում, որ կարող են ինչ-որ մի ձև դառնալ Ընկեր Երիցյանը փոքրիկ մի դասարանից, դարձրեց այնպիսի մի մեծ դասարան, ովքեր այսօր ուղղակի փայլում են տերում։ Մենք ինչ ենք, ճիշտ են ասում, մի առարկա ենք դասավանդում կամ մի փոքրիկ պաշտոնի ենք նստած դպրոցում, դա չէ էականը։ Էականը այն է, որ ուսուցիչը կարողանում է դասարանը մարդուն այսպիսին դարձնել։ Ես ուղղակի հիացած եմ ձեզնով, ուզում եմ բոլորիդ համբուրել ու ասել, կեցեք դուք, կեցեք իմ բարիքներ, կեցեք մեր բարիքներ, ինչու չէ կեցեն նաև մեր ուսուցիչները, բայց մեծ դուման Ընկեր Երիցյան, դա ձեր է։ Եկեք բոլորս երեխաներ խոնարհվենք և ծափահարենք մեր սիրելի Ընկեր Երիցյանը։ Ամեն մի քայլի, ամեն մի երգի, խոսքի, շարժմանը, սա ուղղակի միջոցառում չէր, սա բեմադրություն էր, Բարիներ տոմսով բացել, որը բարիներ տոմսով գնալ և դիտել։ Եվ ասեմ ձեզ, որ Ընկեր Երիցյանն է, որ ստիպեց մեզ բոլորիս կոլեկտիվի անդամներին տարբեր ելույթ ունենալ, և մենք էլ մեզ զգացինք այնպիսին, ինչպիսին այո արվեստի մոտի, փորձեց մեզ Ընկեր Երիցյանը բեմ հանել և այնքան ճիշտ բան արեց։ Դուք տեսաք ինչպիսի միջոցառումներ եք ունեցել, և այս բոլոր միջոցառումները, այս փոքրիկ դասարանի միջոցով։ Ընկեր Երիցյանի մեծ սրտի միջոցով։ Չգիտեմ ինչ խոսքեր ասեմ ձեզ Ընկեր Երիցյան, խոսքերը տանելով բայց կան 4 տողեր, որոնք ուզում եմ պարտադիր ասեմ։ Իչքան որ ուր կա իմ սրտում, բոլորը ձեզ։ Իչքան դրակ ու վար խնդում, բոլորը ձեզ։ Բոլորը դաղ ու նվիրեմ, ինձ ոչ մի ուր թող չմնա, դուք չմրսեք ծնվածը։ Բոլորը ձեզ։ որ ինչ շնորհակալություն հայտնել դեզանից, իմ կոլեկտիվից, որի մեջ թեժներով միասնական ես կարողանում եմ արարել, ստեղծագործել, այդ կարողանում վերջունի թևերը դուքից տրվել, շնորհակալություն։ Ուզում եմ մեծագույն շնորհակալություն հայտնել իմ ծնողներին, խոնարհումս ձեզ, մասնավորապես ուզում եմ իմ խոնարհումը և մեծագույն սերը հայտնել իմ ծնող կոմիտեի նախագահ և նրա օգնականներին Լիանա Սարգսյանին։ Բոլորի գրքում եմ, շնորհակալ եմ արարման հույսը վարել նրանց սրտերում։ Բոլոր միջոցառումներից հետո ես փորձում եմ Կապիտյանի հայտնից ստեղծագործությունը իրատանել։ Դու ամենքի մոտ բացեբաց լալու իրավունք չունես։ Թեկուզ վիրավոր, թեկուզ առնակամ, զենքերդ տալու իրավունք չունես։ Դու հայ ուսուցիչ, ինչ էլ որ լինի, վերջին զինվորն էլ ընկնի հուսահատ, քո ժողովրդի հավերժությանը չհավատալու իրավունք չունես։